Բարեբոլորի Ժորժան, դուք գտնում եք Discman Gaming ալիքում ու Ժորժան, այսօր մեր վիդեոն խաղային չի, այսօր վիդեոյում մենք ստացել ենք հերթական նվերներից մեկը, այս անգամ FIFA-ն ընկերության կողմից, ու մենք փորձարկել ենք իրանց նոր ուղարկած միկրոֆոնը, ասեմ, որ այս բանը այս միկրոֆոնը նույնպես FIFA-ն ընկերության կողմից է տրամադրված, ու ես ինքս գնել եմ այն իհարկե, ու մենք հիմա փորձարկել ենք այս միկրոֆոնի ու նոր միկրոֆոնի տարբերությունները, այնպես որ ինքը հետաքրքիր վիդեո է սպասվում, նաև ասեմ, որ վերջում ես կթողնեմ link եւ մեկնաբանություն եւ իհարկե նկարագրությունների բաժնում, ձեր ցանկության դեպքում կարող եք մտնել եւ կատարել ձեր ցանկացած գնումները FIFA-ն ընկերության միջոցով։ Դե ինչ Ժորժան, սա էլ ինչպես տեսնում եք մեր պատվերն է։ Հիմա մենք կբացենք ու արդեն կտեսնենք թե ինչ կա իր մեջ։ Վերեկից։ Դե ուրեմն բացեմ մի կողմից, հետո կտրենք, լավ եմ որ փաթաթել են ու ոնց տեսնում իրանք ամեն ձև են որ ապահովել են որ ոչ մի ասում վնասված բան տենց բաներ չլինի, որ ապրանքը ամեն ձև տեղ հասնի ու առանց որևէ խնդիրների ու մալադես եմ որ վերջ ես արդեն տեսա, ուրեմն բացում եմ Այստեղ ապրենք այստեղ Այս բան չի երևում, բերենք բացենք ու Ժորժան, այս է մեր միկրոֆոնը Հիմա ուրեմն մենք կփորձարկենք սկզբի համար բերենք մեր այս բանի ներկա միկրոֆոնը փորձարկենք, հետո միացնենք մյուսը ու տեսնենք արդեն տարբերությունները Դե Ժորժան, դուք ամբողջ ընթացքում մոտիկից լսեցիք իմ ձայնը, հիմա ես ուրեմն կգնամ սենյակի վերջից կխոսամ ու կտեսնենք ինչ ձև է իմ ձայնը լսվում, նաև դրսի կողմից կխոսեմ ու մենք կիմանանք թե ինչքանով է ձայնը ինքը ասենց ասած վերցնում իր վրա, որ դու լսես մենակ մոտիկից ձայնը ու այդ ամեն ինչը մենք կտեսնենք արդեն եւ այս միկրոֆոնի մոտ եւ նոր ստացածին Հիմա գնացինք փորձարկենք Հիմա ես գտնում եմ իմ սենյակի դռան մոտ, որը հենց համակարգչի հակառակ ուղղությամբ ամենահեռու տարածքն է Սենց ես հիմա տեղյակ չեմ ինչ ձև է լսում, բայց դուք այդ ամեն ինչ լսում եք ու ոնց հասկանամ ինքը մի քիչ էլ պաշտպանություն բան աշխատում է Հիմա փորձենք դրսի կողմից ու տեսնենք Դե ինչ ժողովուրդ ջան, այս միկրոֆոնի այտենց հզորությունները ու իր ընդհանուր այդ ձայնը մաքրելու, այդ շումը, այս ձև ասած մաքրելու այդ ամեն ինչ դուք լսեցիք ու տեսաք իր հզորությունը, հիմա եկենք փորձարկենք նոր միկրոֆոնը Դե ինչ ժողովուրդ ջան, այս է մեր նոր միկրոֆոնը, ինչպես տեսնում եք, իր մի հատ դիզայնը նայեք, ինչ լավն է ինքը, ու նայեք ինքը ստեղ ունի ռեժիմներ, դու կարաս տարբեր ռեժիմներ դնես Այստեղ որ դնում ես ինքը ավելի շատ ինքը չաթի չաթա ինչ որ չաթի ռեժիմը, այսինքն եթե դու Discord բան ես կպնում, ավելի շատ ձայնը հենց գալիս է Discord-ից, իսկ եթե դնում ես game ռեժիմ, ավելի շատ լսվում է խաղի համար, ինչ որ տենց բաներ կա, այստեղ նաև ինչպես տեսնում եք, այստեղ ներքևում դու կարաս ինչ որ իր ձայնը մաքրող ոնց որ այդ շումը բանը ինքը մաքրող բան է նաև ստեղ ուրեմն լուսավորությունն է ստեղ կարող դու sense գույները փոխես քո ձևով նաև կարող sense միանգամից ականջակալը այստեղ միացնես ու այստեղ նաև կա ականջակալի համար առանձին իր զվուկը բարձրացնել իջացնել ու նաև միկրոֆոնի համար այդ ամբողջը ինքը մի միկրոֆոն ինքը ամեն ինչ անում է այսպես ասած ու ինքը որ շատ բան է Դե ժողովուրդ ջան, հիմա լսում եք իմ ձայնը այս տարածությունից, հիմա բերենք գնանք ուրեմն նույն ձև փորձարկենք սենյակի մյուս կողմից ու նաև դրսի մասից, տեսնենք ուրեմն ինչ ձև է լսում մեր ձայնը Էլի ես գտնում եմ իմ սենյակի հակառակ կողմում, համակարգչի լրիվ հակառակ ուղղությամբ ամենահեռու տեղն է, դրան մոտ ու հիմա լսում եք իմ ձայնը, թե ինչքանով է ինքը կարող է ապահովի Մենակ ես բան դուք դար կիմանաք, իսկ ես արդեն մոնտաժի ընթացքում կիմանա Դուք գրեք ձեր կարծիքը
փոխանամանությունները, թե ոնց է իմ ձայնը ավելի լավ անցած միկրոֆոնով, թե S1-ով, բայց ես դու S1-ով, որովհետև սա իրոք շատ հզոր միկրոֆոն է, միանգամից էլ զգացվեց հենց առաջին փորձարկումից։ Դե Ժողովուրդ ջան, ստացանք նաև երրորդ մեր միկրոֆոնը ու Ժողովուրդ ջան, հիմա մենք բացելու ենք իհարկե, ինչպես տեսնում եք, ես վերև բացել եմ, մի հատ վերենք հանենք ու ստենց նայենք։ Հեսա տեսնում եք, վերենք իսե բացենք։ Այստեղ նայում եք Ժողովուրդ ջան, այս է ինքը, ստեղ նաև կարաք նայեք, ձև, չգիտեմ ինքը ինչա ձեզ տալու, բայց վերենք բացենք, ասենք որտեղ է բացում, երևի հենց այս դեմից էլ կբացվի այս մեկը։ Դե Ժողովուրդ ջան, մենք արդեն բացել ենք, ուրեմն այս իր այդ բանն է, այդ պատյանն է, այստեղ տեսնում եք ընդհանուր իր տեսք sense տուփի մեջ, որ շատ լավ իրանք սարքել են, հիմա մենք կհավաքենք ու արդեն կանցնենք փորձարկմանը։ Դե Ժողովուրդ ջան, այս էլ մեր միկրոֆոնը, այստեղ ինքը ունի լույսերը փոխելու հնարավորություն, բայց ինքը ստատիկ մի գույն է լինում, այստեղ կարաք sense փոխեք հերթով, ինքը ինչպես տեսնում եք, ինքը տարբեր գույներ ունի, այստեղ ուրեմն ես չգիտեմ, ինքը կա որ անդադ ինքը գույները փոխում է, թե չէ այդ ռեժիմի մասին տեղյակ չեմ, բայց նայեք ինքը տարբեր sense գույներով դուք կարաք դնեք հենց ձեր ալիքի դիզայնին համապատասխան, օրինակ համար էս էլ է շատ լավը, էս էլ ընդհանուր կանանք մեր ալիքի գույնին համապատասխան sense արած լույսերը դնենք։ Այս կարմիրը շատ լավն է, բայց ասեք որ կարմիրը շատ ուժեղ է, բայց բերենք մեր ալիքի գույնին համապատասխան, երևի էս է։ Բերենք լավ, չէ, այնա փոխվում էլ է։ Փաստորեն այ sense այդ փոխվելն է, լավ, թող sense լինի, ինքը թող ընթացքում փոխվի, sense ամենաճիշտն է։ Ու ինչ ասենք Ժողովուրդ ջան, բերենք ուրեմն մի հատ գնանք սենյակի մյուս մասից փորձենք դռան մոտից, որը իմ սենյակի կարելի ասել հակառակ կողմն է, մի հատ այդ կողմից փորձենք էլի, մի հատ դրսի մասից, տեսենք ձայնային այդ տարբերությունները, թե ինչքանով է ինքը այդ մաքուր լինում ու այդ շումը ինքը ոնց է մաքրում, որտեվ ամեն ձայն չէ էլի որ պետք է լսվի, եթե դուք զբաղվում եք YouTube-ով, սթրիմով եք զբաղվում, այդ ամեն ինչի համար են որ պետք է ինքը պայմանները ստեղծված լինեն, որ իր այդ լավագույն հատկանիշներն հենց դրանով է ցույց տրվում։ Այնպես որ գնացինք փորձենք։ Դե Ժողովուրդ ջան, ես հիմա իմ սենյակի այդ դռան մոտ եմ, դուք հիմա լսում եք իմ ձայնը, թե ինչքանով է ինքը փոխում, ինչքանով է մաքրվում, կամ ասենք ինչքանով է ինքը շումի տեղ հանում, դուք այդ ամեն ինչ արդեն լսում եք։ Հիմա ուրեմն գնացինք փորձենք դրսի մասից։ Դե ինչ Ժողովուրդ ջան, հիմա բերենք ընդհանուր խոսենք մեր կարծիքի մասին ու ընդհանուր ինչ իմացանք այս վիդեոյում, ուրեմն բերենք հերթով հիշենք սկզբի առաջին միկրոֆոնից մինչև ներկա միկրոֆոնը, որը ես հիմա օգտագործում եմ։ Ուրեմն Ժողովուրդ, սա մեր առաջվա միկրոֆոնն է, Fifine A6V, ուրեմն ինքը էժան է համեմատած, բայց էժան լինելով ինքը sense այս լավագույն տարբերակը չի, բայց ինքը ամեն ձևով ինքը ապահովում է ցանկացած բանով, ինքը իր որակը ապահովում է, որովհետև երկար ժամանակ ես օգտագործել եմ ու դուք վիդեոներում տեսել եք իր ձայնային որակը, իմ վիդեոներից ես միշտ սրանով եմ պատրաստել, այնպես որ որպես էժան տարբերակ ինքը sense այս բոլոր ինքը լավագույն բաները իր մեջ ունի, որը ինձ թվում է շատ լավ է։ Հաջորդը Ժողովուրդ ջան Fifine AM6-ն է, որը մեր նոր միկրոֆոններից մեկն է, ինքը ասեմ Ժողովուրդ ջան, որ ինքը հենց խաղային միկրոֆոն է, ոչ թե սթրիմների, վիդեոների համար նախատեսված,
ինքը, ասեմ, իր կարևոր պլյուսը համեմատած մնացած միկրոֆոնների, այդ խաղի ժամանակ դուք որ խաղ եք խաղում, ձեր ձայնը բացելը, բացի այն դուք կարող եք այստեղ ներքևից միացնել ձեր նաուշնիկը ու համակարգիչ չմիացնեք, որը ինքը ապահովում է, որ նաուշնիկը ավելի լավ ինքը ծառայի այնտեղ արանքում ձայնը կտրտվել, կարող է ձեր բանը լինի, եթե համակարգիչից եք միացնում, իսկ այստեղից ինքը ամբողջովին այդ որակը ապահովում է, բացի այդ դուք կարող եք ընտրել, օրինակ եմ անես խաղի ձայնը լսեք Discord-ում կամ այլ տեղեր, եթե կպած եք խոսում եք, դրա ձայնը ավելի շատ լսեք, խաղի ձայնը լսեք, այսինքն ինքը հենց ավելի շատ խաղեր խաղալու համար նախատեսած միկրոֆոն է, որը էլի մեծ պլյուսներ ունի, ու ովքեր զուտ ասենք ուզում են միկրոֆոն ունենան, որ խաղեր խաղան, ասենք դե GTA 5, շուտով նաև GTA 6-ն լինելու, այդ ձև խաղեր խաղալու համար ու զուտ ձեր համար կարող եք ընտրել այս միկրոֆոնը։ Իսկ սա ժողովրդյան մեր ներկա միկրոֆոնն է, FIFA-ին Ampli-Game A8-ը, ու բոլորն էլ Ampli-Game են, ու ինքը ժողովրդյան ավելի պրոֆեսիոնալ միկրոֆոն է, ինքը էլի բոլոր պլյուսները ունի, զուտ գնայինը մի քիչ ավելի բարձր է, բայց ովքեր պրոֆեսիոնալ զբաղվում են YouTube-ով, սթրիմինգով են զբաղվում, ընդ TikTok, չգիտեմ, Twitch տարբեր հարթակներում, ինքը ամենաուժեղ տարբերակներից մեկն է որպես միկրոֆոն, այն որ ես սաղիթ խորհուրդ կտամ, եթե դուք պրոֆեսիոնալ մոտեցում եք ուզում, ինքը լավագույն տարբերակն է այս պահի դրությամբ։ Դե ինչ ժողովուրդ ջան, այսքան էր այսօր մեր վիդեոն, իսկ այն ընկերությունները, որոնք դայում են ու ուզում են էլի այս ձև ինչ որ առաջարկով դիմեն, գրեք մեր Gmail-ին, մենք այն որ ակտիվ քննարկում ենք ու ընտրում ենք լավագույն տարբերակները, այս բանի լավագույն տարբերակներից մեկը դա FIFA-ն ընկերության առաջարկն է, որի համար շնորհակալություն ենք հայտնում, իսկ այսօր վիդեոն այսքան, բոլորիդ մաղթում ենք լավ օր, միշտ օր հանդիպում։